Ջրականի անկումը։ 3 մասից բաղկացած հաղորդաշարում մենք մանրամասն ուսումնասիրեցինք, թե ինչպես թշնամին հարձակվեց 9-րդ պաշտպանականի 59703 զորամասի վրա եւ վերլուծեցինք մեր երկրորդ հրաձգային գումարտակի մարտական ուղին։ Բազմաթիվ ծնողների եւ պատերազմի մասնակիցների խնդրանքով այլևս քարտեզը լինելու է բաց բոլորի համար։ Կարող եք սկանավորել այս QR կոդը։ Ինչպես նաեւ նշեմ, մոտենում ենք Լելեթեփե բարձրունքին եւ ժամանակացույցը դնում ենք հոկտեմբերի 3-ը։ Իմ գծանշումների մեջ չշփոթվելու համար հիմա կմանրամասնեմ ամեն գույնի նշանակությունը։ Կարմիր գույնով նշված է հակառակորդը եւ նրա ակտիվ օբյեկտները։ Կապույտ գույնով նշված են մեր յուրային զորքերը, բնագիծը եւ ակտիվ տեխնիկան։ Սև գույնով սպիտակ վանդակների մեջ նշված է մեր կողմից ոչնչացված թշնամու տեխնիկան։ Կապույտի մեջ սպիտակ վանդակներով նշված է թշնամու կողմից ոչնչացված մեր տեխնիկան։ Կանաչ գույնով նշված են հետ գրավված դիրքերը եւ թշնամուց առգրավված տեխնիկան։ Իսկ դեղին գույնով նշված է հատուկ տեխնիկան։ Սմերջը տեսնելու համար կարող եք ժամանակացույցը դնել հոկտեմբերի 30-ի վրա։ Դե ինչ ընկերներ, այլևս ամեն ինչ հասանելի եւ փաստերով։